Ինչ ես ուտում։ Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր վլոգ, մեր մոտ առավոտ շուտ է եւ առավոտ շուտ պատրաստվում եմ լվանալ լուսամուտները, ծաղիկները փոշոտվել են, տանում եմ լոգասենյակ, որպեսզի լոգան կընդունեն, այսօր լոգան կընդունելու օր է ծաղիկների մոտ, այնպես որ գնում ենք լոգասենյակ, ծաղիկները տեղափոխում եմ լոգասենյակ, լվանում եմ եւ նոր անցնում ենք լուսամուտները մաքրելուն, մի հատ ինձ գրեք տեսնեմ դուք ինչպես եք ձեր ծաղիկները լվանում, տանում եք լոգասենյակ, թե ոչ, ինձ շատ հետաքրքիր է, թե մենակ ես եմ տանում լոգասենյակում ծաղիկները լվանում։ Դե ինչ աղջիկներս, համարում ենք վլոգը սկսված, մնացեք մեզ հետ, շատ հետաքրքիր է լինելու, խանութներով ենք գնալու ենք շոփինգի, վերջապես երկարասպասված, այնպես որ մնացեք մեզ հետ, սուրճը դրեք, որպեսզի վայելեք այս գեղեցիկ վլոգը։ Չմոռանաք սիրուններս, եթե բաժանորդագրված չեք ալիքին, բաժանորդագրվեք, չմոռանաք հավանեք տեսանյութը, մեկնաբանություններում անպայման գրեք ձեր կարծիքները, ես մեծ սիրով ընթերցում եմ եւ պատասխանում։ Արդեն անցել եմ աղջիկներս գործի, պատասխանում եմ բոլորիդ գրած մեկնաբանությունները։ Մոտավորապես կլինի արդեն 15-16 վլոգ բոլորի մեկնաբանությունները պատասխանել եմ։ Այն որ վերջապես գիշերները չեմ քնում եւ պատասխանում եմ ձեր մեկնաբանություններին, քանի որ արդեն էլ տեղ չկա աղջիկներս, պարտադիր պետքա պատասխանեմ, որպեսզի կարողանանք վերջապես մարդավարի շփվենք իրար հետ։ Թե չէ դուք գրում եք, ես չեմ պատասխանում, կամ ես հարցեր եմ տալիս, դուք չեք գրում, ուղղակի ստացվում է, որ այնպես ուղղակի բլոգ եմ տեղադրում, ես այդպես չեմ ուզում, քանի որ իմ ընտանիքս մեծ է, YouTube-յան եւ մեկնաբանությունները շատ են, ես ուզում եմ մարդավարի շփվենք։ Այդ իսկ պատճառով ամբողջ գիշեր չեմ քնել, բոլորիդ մեկնաբանությունները պատասխանել եմ։ Դուք էլ արդեն հետ եք պատասխանում, որի համար անչափ շնորհակալ եմ։ Եվ վերջապես վերադառնում եմ ու պատասխանում եմ բոլորիդ նամակներին։ Եթե ձեզ խուզող հարցեր կա, գրեք, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Դե ինչ աղջիկներս, հավանեք, բաժանորդագրվեք եւ ակտիվ եղեք, քանի որ ես էլ եմ արդեն ակտիվ լինելու։ Ճիշտ է, իմ առօրյան շատ ծանր է, բայց գիտակցում եմ, որ ձերն էլ է ծանր եւ եթե դուք ժամանակ եք գտնում, մեկնաբանություն եք գրում, ես էլ պարտավոր եմ ժամանակ գտնել եւ պատասխանել ձեր մեկնաբանություններին, թեկուզ դա լինի իմ քնի հաշվին։ Ամեն դեպքում արդեն պատասխանում եմ եւ 3-4 օրում ինձ թվում է կվերջացնեմ բոլոր այն մեկնաբանությունները, որը թողել եմ անպատասխան։ Իսկ այստեղ լուսամուտները, ինչպես տեսնում եք, ոչ թե լուսամուտները, այլ լուսամուտագոգերը լվանում եմ դոմեստոսով, շատ ընտիր փայլացնում է, մի 2-3 րոպե թողնում եմ եւ սկսում եմ ուղակի փայլել։ Հիմա կտեսնեք արդյունքը։ Աղջիկներս դրսի լուսամուտներն է դրսի կողմից սրբեմ ու վերջը ես շորով եմ փայլացնում, որ հրաշքա արդեն սրբել եմ, մնում եմ մի հատ փայլացնեմ, որ պսպղ 2-3 անգամ աղունակ եկել խփել անցել է, հիմա հետքերը մոքր են։ Հերուլը գնայլինա ջան։ Ծաղիկին նոր բնակարան ենք տալիս։ Այո։ Նոր բնակարան, նոր հողով։
Նոր շունչ ենք տալիս։ Այս մեր բաղջի հողն է, երեխեք ջան, ես մաղել եմ։ Ահա։ Հա։ Հիմա սնուցում ենք։ Ներքևի բաղջին նրանա բան չկար։ Ընտերանունը։ Ոյ, կապով։ Չէ։ Չէ։ Ինչին կար, լավ է դիվերսայել այդ կարոպկեն։ Այսի։ Լավ։ Բարձրության համար է։ Հա, որ բարձրն է, էլ չէ։ Ուրեմն լսնելու ենք։ Հարը հողեմ լսնելու ես նույնա չափով հողերը։ Շերտ։ Մի բոր սրանից։ Բայց դասքում խառնելու եմ երեխեք։ Էլի կամա պիենի տնենք, ծաղիկը։ Չի անա, շատ ցածր է։ Հա, մի քիչ սկանալի։ Չի արմատը հանե, քիչ բարձր տեղ է, մի օր։ Նայում եք հողը։ Խառնում ենք, համ այս խանութի հողերը, ծաղիկների հողերը ջուր չի պահում։ Հա։ Իսկ եսիք խոնավություն հետը պահում է։ Խառնուրդ ենք անելու։ Սրանք ինչով է, տես փեդերը մեջից դուրս գալիս։ Ինձ թվում է արդեն այս միարն էլ լսնեմ հերիկա։ Արդեն են մյուս հողը կլսնենք։ Ծաղիկը կտնենք։ Իրան գտիլեմ որ հողնա ծառի ճյուղերը ինչ որ բաներ կա մեջը։ Փայդիկը դորներ։ Նախապես արդեն ծաղիկը թրջել ենք։ Պետք է բարձրացվի։ Ինքը արմատն այնքան Բայց իրա վրայի հողը պետք է համբի։ Այս հենց իան պետք է կտրվի։ Հələ մայ ծաղիկը վեկար, հողը վեկալ ասում ծաղիկը։ Հողը վեկալեցինք, ծաղիկը դրեցինք։ Տարա արմատները հանեցի։ Սենց, հա։ Հա, դիշ։ Всё։ Այս պահի։ Սենց լավ լից։ Ես արդեն ես լավ հողը լսնելու եմ։ Դուրսը լավ ցուրտ է։ Լավ անտոնելի։ Ոնց որ ծուն գալուց Ես արմատա տալում։ Հա։ Դա արմատի կտրաստեղն է։ Այն ճուտերը որ հանել ենք։ Ուժտիր, ընդեստիր որ ուղիղ կա։ Ուղիղ է, ես չի շարժվում ինքը, ոնց կա, տենց էլ կա։ Ինչ է բուկ կլսնենք։ Հա։ Կարող է քիչ լինի հողը։ Չէ, հա։ Չգիտեմ, դժվար։ Հողը։ Հատուկ մեծ ծաղկամանը սրա համար է դեցել, որ գլեսին նենց է բարձրանում, մեզ ծառա դառնում։ Նույնիսկ ես քոքիտնը այսքան տեղը ճյուղ չկունենա, որ բարձրանա ինքը ճյուղավորվի։ Ու քիչ է։ Չէ, հերիքա, քիչ չի։ Հերիքա։ Հա։ Ես իմ տեղը պետք է վերև պահի։ Ես էլ պիտի վերև հելնի։ Չէ, դե հողոտ որ չեղներ, դրա համար եմ ասում։ Հա չէ հողոտ վեր։ Աղջիկներս գործերը վերջացրեցի, իհարկե ոչ բոլորը, բայց հիմա գնում ենք խանութ գանք, գնում ենք Արսենի համար սապոկ առնենք և կուրտկա ձմեռային։ Ի կուրտկա։ Բարև ձեզ։ Գեորգի ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գնում ենք գնումների, շոպինգի։ Հա։ Հա, գնացինք։ Գնանք գնումներ, բնականաբար դուք էլ մեզ հետ։
Այս ասապուկն է։ Ой, Վայ։ ой. Ой. Смотри. А тут. Ой, ты посуда, мальчик. Ահա։ Սի այս է լավն է։ Սելալան։ Սելալան։ Что будет видно? Սան քելալ լավը։ Ունեն։ Վեցին այս ավելի լավն է։ Շատ սիրուն։ Հաճա։ Тати там это. Мам, Հաճա։ тати. Այ պապայ հապովը։ Да, мальчик, да, мальчик. Да, девочка. Да. Մեզ կոմ աղջկեքինը, մեզ տղաների բաժինը հարկավոր։ Են կոմնա տղաներինը։ Иди, Նայնք սիրունը։ иди. Շատ լավն էր։ Աղջկաս համար։ Тати, папа. Չէ Արսեն, քեզ սապոկներ ա պետք բալես։ Սապոկա պետ դիրիդի։ Արի, տենանք որտեղ ա Тати, опе. քո բաժինը։ Это опять опе. Հա։ Это не может. Եսա։ Ինչ լավն էր։ Работает? Հա, 27 համալակյան է հակը։ Հա, հլա արինդեն նստենք։ Раз. Հա, արի։ Уя. Էլի փոքր է ռազմերը տալիշ։ Հա, որ սենց եղնի էլի։ Հա։ 29-ն են, էսի 30։ Էսի որնա։ 29, հա։ О, Ина. Նստի։ 29-ը 30-ն է, մեկը 20։ А ну. Այս կոմն էլի կա, բայց Ալենա։ առաջի հայացքից էս ոնց որ թե գրավեց։ Пап, мам. Это тут? Հա, այդքոսն է հան։ Все. Հա։ Մեծա։ Հեսա ոտերը։ Ստե։ Ուրը։ Դու տեսա։ Հլաման արի։ Նման արի։ Ты чуя. Եզա։ Դուրս ա գալի։ Тут чекал. Դու սիրա, անստի։ Мам, я буду карты пикать. Так, туда. Ահա։ Ой. Помоги. Так, давай засунемся. Не меньше, не больше, не надо. Это прям хорошо. Да. Подними голову вверх. Вот молодец. Мама, Красиво. еще лучше. Нравится? Пойдем в зеркало посмотрим. А как родители, пойдем со мной. Красиво? Нравится? Ну твой пацан теперь. Да, сними. Да домой. Хорошо. Сегодня домой отнесете. Давай, помогу. Մանկական բաժիններում ենք աղջիկներ ջան։ Կաներա։ Այս տղաների բաժինն է։ Ալո։ Тройка. Սիրունը։ Пищи. Да, и жилетка, и это, Լա։ и брюки. Էսը Это не լալա։ теплый. А это почем? Нет, а, Սաղ շորը էլի։ всё. Это для девочки. Да, Двойка. двойка։ Да.
Здесь Посмотри. девочки, а там мальчики. Он мальчик, я. Нет. А это что, есть? Нет. Брюк есть. Если тоже сыграл. Уделяйся. Тройкой. Вот это наушечка. Իշկա ստեղա։ Լավ թանկ։ Սոկ մեծն եմ տարեգանի։ Ան, Да, самые маленькие. Если աղջիկա է, հա։ так եմ ուզում, բայց просто так շո։ Դե հեն ատակի։ Только майка и жилетка. Նույնը։ Брюк нет. Կուրտկաների բաժինը։ Ինչ ձեզ տանեմ ցույց տամ աղջիկեք ջան, հələ ասեք։ Ինչա հետաքրքիր։ Անա, Հա, ուր ստեղ եմ։ Если по-хорошему, на один размер больше будет. Да? Я детей. Այս էլ աղջիկ երեխաների բաժինն է։ Ինչ սիրուն է։ Մեկը մեկից սիրուն։ Смотри, вон там и большие, да, сзади. Бензин костюмный. Нет, это ее. Виноград вкусный, хороший, гранат хороший. Спасибо. Անոնց тоже, да։ Գնումներս կատարեցինք, տուն ենք գնում։ Ժուրեք լագոտ։ Գնանք մի հատ կոֆե խմենք ու անցնենք գործի։ Աղջիկներս արդեն տուն ենք հասել։ Արագ-արագ մեր գնումները ցույց տանք ու գնանք սուրճ գնելու։ Այստեղ Արսենիս համար կուրտկա վերցրեցինք, ձմեռային։ Կրտան այս կողմն է, իսկ մտածեցի կրտան չկա։ Ճիշտ փափուկ կուրտկա վերարկուտ։ Այստեղ սեն սիրուն ձմեռային սապոկ, բոթաս, ոնց կարելի ասել սպարտիվի, հա։ Շատ սիրուն է, հակ շատ սիրուն եղավ։ Առաջինն է, որ տեսանք, շատ լավն էր, շատ սիրուն է, ուղղակի շատ մեծ էր, փոքր տարբերակը չկար։ Սարսենի, սիրուն է բալես։ Հա։ Մամա բաբերի։ Հա, բալես, գնալ կուխնյա եմա։ Ես օջանից։ Հա, ուշը բերել է, Սարսենը։ Այստեղ նոսկիներ Գյորգի համար։ Իսել է Գյորգի համար։ Այստեղ մի հատ նոսկի վերցրեցի Արսենի համար, ճիշտ է շատ ունեմ, բայց էլի առավ։ Եվ այստեղ մայկաներ վերցրեցի Էլինայի համար, քանի որ Էրիկը շատ ունի, իր համար կոմպլեկտներով եմ առնում, ես Էլինայի համար վերցրեցի, ես էլ Արսենի համար վերցրեցի։ Մայկաները երբեք շատ չեն լինում, մայկաները, տրուսիկները և նոսկիները։ Ես եմ մեր գնումները սիրումներս։ Գնանք կոֆե խմելու։ Какой обои выбрать? Вот, обои. Можно такой или нет?
Աղջիկներս կեսուրս այստեղ թանով ապուր է պատրաստել, բայց ալիքում կա պատրաստման տարբերակը։ Եկեք համտեսենք։ Շատ համեղ էր, շատ։ Հայ ջան։ Աղջիկներս այսօր համի աշխարհում տոնական տորթ եմ թխել, շատ համեղ, շատ արագ, ընդամենը 4 բաղադրիչներով։ Շատ ընտիր է ստացվել, ինչպես տեսնում եք, փափուկ, նուրբ, համի մասին էլ չասեմ, անկրկնելի համեղ է ստացվել։ Այն որ կարելի ասել կես ժամում ուղղակի անհայտացավ այս տորթը։ Այդպես արագ է պատրաստվում ու շատ համեղ է ու շատ արագ էլ այսպես վերջանում է։ Այնպես որ անցեք համի աշխարհ, բաղադրատոմսը այնտեղ է, վերցրեք, պատրաստեք եւ մեկնաբանությունում գրեք ձեր ամենասիրած եւ ստացված բաղադրատոմսերը, միգուցե հաջորդ տեսահոլովակում պատրաստեմ ձեր իսկ տարբերակով։ Դե ինչ սիրելիներս, այս համեղությունով ուզում եմ վերջացնեմ այսօրվա վլոգը, կհանդիպենք շատ շուտով հաջորդ վլոգում։ Շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների եւ հավանությունների համար, չմոռանաք միանալ մեր ալիքին։